Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, այսօր մեր փոդքասթը նվիրված է Տաթևի Զանգեզուրյան համագումարին, այն պատմական օրերին, երբ Գարեգին Նժդեհը և նրա զինակիցները պայքարում էին հանուն Հայաստանի անկախության, և այսօր մեր հյուրն է հենց ինքը, Սյունյաս լեռների սպարապետը, Գարեգին Նժդեհը։ Բարի գալուստ, պարոն Նժդեհ։ Բարև ձեզ։ Միշտ ուրախ եմ խոսել այնտեղից, որտեղ հնչում է հայի ազատության ձայնը։ Պարոն Նժդեհ, ինչ էր տեղի ունենում 1920-21 թվականներին, երբ դուք հրավիրեցիք Տաթևի համագումարը։ Այդ տարիները մեր պատմության ամենադժվար էջերից էին։ Առաջին հանրապետության կառավարությունը անկում ապրեց։ Թուրքական զորքերը ներխուժել էին Արարատյան դաշտ, բոլշևիկները հյուսիսից, իսկ ժողովուրդը մնացել էր առանց հենարան, բայց Սյունիքը դեռ չէր կոտրվել։ Սյունիքը միշտ եղել է հայի կամքի մարմնավորումը, եւ հենց այդ օրերին ես որոշեցի, պիտի պահենք գոնե մի անկյուն հայոց հողից, թեկուզ փոքր, բայց ազատ։ Եվ ինչ նպատակ ուներ այդ համագումարը։ Տաթևի համագումարումը կոչված էր միայն մեկ նպատակով՝ պահպանել հայոց անկախ պետականությունը։ Մենք որոշեցինք, Սյունիքը պետք է հռչակվի ազատ ու անկախ եւ ստեղծվի Լեռնահայաստանի կառավարություն։ Այնտեղ, Տաթևի քարերի մեջ, մենք երդվեցինք, եթե անգամ ամբողջ աշխարհը լքի մեզ, Սյունիքը երբեք չի հանձնվի։ Հենց այդ որոշումն էլ ձեզ բերեց Տաթև։ Այո, 1920 թվականի դեկտեմբերին ես հրավիրեցի Զանգեզուրի բոլոր շրջանների պատվիրականներին Տաթևի վանք։ Տաթևը պատահական չէր ընտրված։ Դա մեր հոգևոր ու պատմական ամրոցն էր, այնտեղ որտեղ վանականները դարերով պահել էին գիտությունը, եւ այնտեղ էլ պիտի որոշվեր՝ կա Հայաստանը, թե ոչ։ Ինչ մթնոլորտ էր տիրում այդ համագումարի օրերին։ Դուք կզգայիք այն, եթե կանգնեիք Տաթևի բակում։ Տաթևը կարծես շնչում էր մեզ հետ, քահանաները աղոթում էին, գյուղացիները բերում էին հաց, զինվորները երդվում։ Տաթևի զանգերը հնչում էին այնպես, կարծես ասում էին՝ մնա, պայքարի, մի հանձնվիր։ Այդտեղից է ծնվեց մեր ուժը, մեր հավատը։ Եթե հիմա չպայենք Սյունիքը, վաղը հայ ազգը չի ունենա հայրենիք։ Սյունիքը վերջին խրամատն է։ Եվ այդ համագումարում ստեղծվեց Լեռնահայաստանի Հանրապետությունը։ Այո, առաջին համագումարում մենք հռչակեցինք, որ Զանգեզուրը, Տաթևը եւ հարակից շրջանները կազմելու են անկախ միավոր Լեռնահայաստան։ Այն պիտի ունենար սեփական կառավարություն, բանակ, դրոշ եւ ղեկավարություն։ Ժողովը ինձ ընտրեց սպարապետ, գերագույն հրամանատար։ Դուք հռչակվեցիք Լեռնահայաստանի սպարապետ։ Ինչ պատասխանատվություն էր դա ձեզ համար։ Դա միայն պաշտոն չէր, այլ պարտավորություն։ Մեր զինվորները կռվում էին ոչ թե հողի, այլ ազատության գաղափարի համար։ Ազատությունը չի տրվում, այն նվաճվում է։ Իսկ ինչպիսին էր ժողովրդի արձագանքը։ Մարդիկ հավատում էին մեզ։ Տղաները գալիս էին գյուղերից առանց հրամանի։ Մեկը իր հացն էր բերում, մյուսը ձին, երրորդը զենքը։ Տաթևի զանգերը հնչում էին, ուղեկցելով նրանց դեպի ճակատ։ Մենք քիչ էինք, բայց մենք գիտեինք ինչի համար են կռվում։ Պարոն Նժդեհ, ինչու հենց Տաթևը դարձավ այս ամենի խորհրդանիշը։ Տաթևը վանք չէր միայն, Տաթևը հոգևոր բերդ էր։ Այնտեղ, որտեղ Մաշտոցի աշակերտները տարածել էին գրերը, հիմա պիտի պաշտպանվի այդ հողը։ Տաթևի քարերի մեջ ես լսում էի դարերի ձայնը։ Երբեմն թվում էր ինքն է հուշում ինչ անել։ Ինչ ավարտ ունեցավ Տաթևի համագումարի նախաձեռնությունը։ 1921 թվականի գարնանը մենք կրկին հավաքվեցինք Տաթևում։ Այդ ժամանակ արդեն Լեռնահայաստանը ուներ իր սահմանները, բանակը, կառավարությունը։ Մենք հաղթահարեցինք բոլշևիկների եւ թուրքերի միաժամանակյա ճնշումը։ Եվ ես հպարտ եմ, որ նույնիսկ երբ Հայաստանը կորցրեց անկախությունը, Սյունիքը չընկավ։ Դուք հաճախ եք ասում, որ Սյունիքը պահելը նշանակում է պահել Հայաստանը։ Ինչու։ Որովհետև եթե Սյունիքը ընկներ, Հայաստանը խոցելի կլիներ թշնամու համար, բայց առավել կարևոր էր մի այլ բան՝ Սյունիքը պահեց հայերի արժանապատվությունը։ Ես միշտ հավատացել եմ, որ ով պահում է Սյունիքը, նա պահում է նաև Հայաստանը։ Եթե այսօր մեր երիտասարդներին խոսք հղեիք, ինչ կասեիք։ Մի մոռացեք ձեր արմատները, հայրենիքը սկսվում է ձեր հոգուց։
Մի սպասեք, որ ուրիշը կպաշտպանի այն։ Պաշտպանեք ինքներդ եւ հիշեք, ազատությունը սուրբ է, երբ այն պահվում է հավատով։ Շնորհակալություն պարոն Նժդեհ, որ հիշեցիք ինչ է նշանակում պայքարել հանուն հայրենիքի։ Սա էլ մեր ոդքասթը, նվիրված Տաթևի համագումարին, այն խորհրդանշական օրերին, երբ հայը չընկավ, որովհետև հավատաց իր հողին, իր ուժերին։ Հիշեք, Տաթևի զանգերը դեռ հնչում են, եւ նրանց ձայնը պատմում է ազատության մասին։ Շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ թողարկմանը։